Այն, որ այս փաստաթղթերը իհարկե փակում են մեր ճանապարհը միջազգայինորեն ճանաչվել ցեղասպանության փաստը կամ ինչպես ասում են հետևանքները վերացնել, դա էլ է նույնպես փաստ, որովհետև պատկերացրեք երկու հարևան վեճ են ունեցել, մեկը կարողացել է հաստատել մի հարևանին, որ տես ես ավելի ճիշտ եմ, նրանք ընդունել են քո ճշտությունը, հետո հանկարծ երկուսը սկսում են իրար հետ նորից վերադառնալ վեճի առարկային։ Այն մյուսը պարզ է, որ պետք է մի կողմ քաշվի, ասելա տեսնենք ինչով են ավարտելու սրանք իրենց վեճը։ Երբ ասում են, որ այս ձևակերպումը ոչինչով մեզ չի պարտադրում, ես խնդրում եմ ուշադիր կարդաք, ինչ է գրված։ Գիտական, ճշգրիտ, անաչառ վերլուծության ենթարկել փաստաթղթերը, պատմական փաստաթղթերը։ Ինչ է նշանակում, մենք մինչև այսօր անաչառ չենք եղել։ Ինչի տակ եք ստորագրել։ Հարց եմ տալիս մեր դիվանագետներին, արդյոք ձեր կազմում եղել է որևէ միջազգային իրավունքի մասնագետ։ Եթե եղել է, ուրեմն մենք խայտառակ ենք լինում ամբողջ աշխարհով, որովհետև որևէ միջազգային իրավունքի մասնագետ այսպիսի սխալներ թույլ չէր տա։ Իսկ իմ կարծիքով մեր դիվանագետների մասնակցությունը այստեղ եղել է կամ նվազագույն կամ ընդհանրապես չի եղել, որովհետև եթե դուք ինքներդ ընդունում եք, որ այստեղ կան ձևակերպումներ, որոնք մեզ համար հարիր չեն, ել ինչի համար եք այդ ձևակերպումները ընդունում։ Որտեղ է այստեղ կոմպրոմիսը։ Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան երբևիցե մեզ որևէ մի զիջման գնացել է, ոչ մի զիջման, եւ այստեղ հատկապես այս փաստաթղթում բոլոր իր նպատակներին ինքը հասնում է։ Հարց են տալիս, թե լավ, բայց պայմաններում, եթե մենք չստորագրենք, ինչ է լինելու։ Առաջինը ես հասկացա, որ արդեն ստորագրված են։ Եկեք նորից իրար չխաբենք։ Այս նախաստորագրված անունը ոչինչ արդեն չի նշանակում, որովհետև մեզ թույլ չեն տալիս որևէ մի բան խմբագրել։ Եթե չենք խմբագրելու, ինչ ենք քննարկում։ Այսինքն մի հատ գալչկա դնենք, որ հայ ժողովրդի մի մասը ասեց այսպես, մի մասն ասեց այնպես։ Պառակտման ամենալավագույն ձևը։ Այնինչ որ թուրքերը երազում են, որպեսզի պառակտեն մեր ազգը իսկապես եւ բաժանեն Սփյուռքի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ։ Ինչպես ասեց Էրդողանը, բայց չվիրավորվեցիք բո։ Երբ որ Էրդողանը մեզ ասում է, թե ինչ պետք է անեք, դուք պետք է ազատվեք Սփյուռքի ազդեցությունից, Սփյուռքը երբևիցե ձեզ օգուտ չի բերել։ Այս պայմաններում ում ենք հավատում։ Վերջով ով էր մեզ խանգարում իրոք նախապատրաստված գնալ այս գործին։ Մեր ղեկավարությունը չի պաշտպանում իր ժողովրդի շահերը։ Ոչ մի բնակավարում տեսնում ենք արդեն, եւ արդեն ազգային հարցում չի պաշտպանում։ Թուրքիան վարում է թշնամական քաղաքականություն Հայաստանի նկատմամբ տասնյակ ուղղություններով, տասնյակ գործողություններով։ Օրինակները բազմաթիվ են։ Եվ այն ֆիլմը, որ ցուցադրել են Թուրքիայում, 12 միլիոն աշակերտ է տեսել, որտեղ հայերը կոտորում են թուրքերին, այսինքն 60 տարով ապահովել են թշնամություն երիտասարդ սերնդի մեջ։ Դա եւ ցեղասպանության ժխտումն է, որը ամբողջ աշխարհում իրավական միտքը, քաղաքական միտքը, ցեղասպանության ժխտումը գնահատում է որպես թշնամական քաղաքականություն եւ ցեղասպանության եզրափակիչ փուլ։ Միթե այս բաները չեն կարդացել Հայաստանի Հանրապետության արտգործ նախարարությունում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որ չեն փորձում պայքարել այդ ցեղասպանության ժխտման դեմ։ Հաճախ ասում են, թե այս արձանագրություններով մենք հարցականի տակ ենք դնում ապագա հայ սերունդների իրավունքները։ Այդպես չէ, ասեմ ձեզ ինչու, որովհետև մենք հարցականի տակ ենք դրում հենց մեր այսօրվա իրավունքներն ու անվտանգությունը, այսօրվա։ Այսպես համաձայնվելով այս արձանագրություններին, նշանակում է, որ մենք համաձայնվում ենք Թուրքիայի թշնամական քաղաքականության շարունակությանը, ոչ մի պայման չդնելով Թուրքիայի առջև։ Նշանակում է արձանագրությունների ստորագրումից եւ վավերացումից հետո Թուրքիան շարունակելու է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ինչ է ասում Էրդողանը։ Ինչու չեն մեկնաբանում նրա լկտի խոսքերը մեր ղեկավարները։
գաղութարարի խոսքեր են գաղութացված պետության ղեկավարության հասցեին ուղված։ Ինչ է նշանակում ձերբազատվեք Սփյուռքի ազդեցությունից։ Սփյուռքը ձեզ լավ բան չի տալիս։ Սփյուռքը իրենց ստեղծած միավորն է հայ ժողովրդի։ Այսինքն Սփյուռքն է արգասիքը ցեղասպանության, ոչնչացնելուց հետո հայրենիքում հայերին, դրանից հետո հիմա ուզում են կտրելով Սփյուռքը Հայաստանից ոչնչացնեն Սփյուռքը արագացված տեմպերով ասիմիլացնելով, քանի որ եթե Հայաստանից կտրում ես, միասնական հայրենիքի գաղափարից զրկում ես հայությանը, էլ ինչի պետք է այդ Սփյուռք հայը, որ հազիվ-հազնդեղ իր ինքնությունը պահպանում է, այդ միասնական հայրենիքի գաղափարից զրկելուց հետո ինչի պետք է հայ մնա, չի մնալու։ Ուրեմն Սփյուռքը այդպես են ուզում արագացված ոչնչացնել, որից հետո բնականաբար Հայաստանի հերթն է գալու։ Ինչ է նշանակում, երբ Էրդողանը ասում է սեպտեմբերի 18, մենք ցանկանում ենք վերականգնել Օսմանյան կայսրության հզորությունը, ավելի շուտ բառացի ասեմ, վերադարձնել Օսմանյան կայսրությունը ժամանակակից Թուրքիային։ Ինչու չեն մեկնաբանում Հայաստանի իշխանությունները այս արտահայտությունը։ Օսմանյան կայսրություն մեզ համար, հայերիս համար, նշանակում է ցեղասպանություն։ Ուրեմն այս մարդիկ ուզում են վերականգնել իրենց կայսրությունը, մեզ էլ կոտորել վերջացնել։ Նայեք քարտեզները, չգիտեմ այսօր խոսք եղել է թե չէ, ես ուշացումով եմ եկել։ Քարտեզները արդեն այդպիսին են։ Նայեք ամերիկյան որոշ ազդեցիկ վերլուծաբանների գրածներ, ասենք Ջորջ Ֆրիդմանի գրածը 2009 թվականին լույս տեսած ֆուտուրոլոգիական ապագայաբանական գրքում, որտեղ նա ասում է, որ Ամերիկային միանգամայն ձեռնտու է, որ վերականգնի Օսմանյան կայսրությունը նույն շրջանակներում դեռ մի բան էլ ավելի շատ։ Ինչու չեն մեկնաբանում այս արտահայտությունը։ Այնքան պարզ է, որ նախապայման կա։ Արգենտինայի հետ հարաբերություններ հաստատելիս ոչ մեկը չէր ասում, թե մի մեծ տրցակով պիտի բան էսպես փաստաթուղթ պատրաստվի, որ կետ առ կետ հարաբերությունները քննարկենք։ Հասկանում ենք, հայ-թուրքականը շատ բարդ է։ Ուղղակի դիվանագիտական հարաբերություններ հաստատեին։ Գոնե վերադառնային 93 թվականի ապրիլից առաջ եղած վիճակին։ Բայց եթե սրանք նախապայմաններ չեն, բա ինչ են։ Ցեղասպանության խնդիրը զուտ զգացական խնդիր է, որ այստեղ անդադ ասում ենք, որ երբեք չենք ուրանա։ Մնացել էր, որ էդ էլ ուրանայինք։ Ցեղասպանության խնդիրը ուրացման խնդիր չէ Հայաստանում։ Ցեղասպանության խնդիրը հզոր գործոն է եւ պիտի նշել հետեւյալը. մեզ ցեղասպանել են, նորից եմ կրկնում, հայրենիքից զրկելու նպատակով։ Ցեղասպանության պատճառը դա է եղել, պանթուրքիզմի նպատակը դա է եղել եւ նրանք հասել են իրենց նպատակին։ Մեզ ցեղասպանել են, փաստական հայրենիքը մեզնից խլել են, հիմա էլ ուզում են իրավաբանորեն դա ամրագրեն։ Պատմաբանների հանձնաժողովի խնդիրը։ Ես շատ ուրախացա, երբ որ բարձր մակարդակով բացատրեցին, որ դա պատմաբանների հանձնաժողով չէ։ Ես շատ ուրախացա, որտեղ այդ բեռը իմ վրայից դուրս է գալիս, որպես պատմաբան ինձ էլ պիտի առաջարկեին, որ գնա, բայց պարզվեց, քանի որ պատմաբաններին չէ, ես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր որ անօրգանական քիմիայի կամ մեկ այլ շրջանի մասնագետներին, որ պիտի գնան ցեղասպանության խնդրով կամ ընդհանրապես պատմական հարցով քննարկումներ անել։ Ուրեմն քանի որ ինչպես ամեն մի հայ-թուրքական պայմանագիր, այնպես էլ այս կնքվելիք առաջիկա արձանագրությունները խորին համոզմամբ պիտի խախտվեն թուրքերի կողմից։ Ես առաջարկում եմ որպես խորհրդարան ձեզ մի վերապահում գոնե անել։ Այս հարցը զանազան մարդկանց շուրթերից արդեն հնչել է։ Վերապահում արեք, որ երկուստեք, եթե կողմերից մեկը խախտում է այս պայմանագիրը, ամբողջ պայմանագիրը դառնում է առ ոչինչ, որովհետև կարող է ստացվել այնպես, որ սահմանը բացվի, մենք այդ սահման կոչվածը փաստենք դե յուրե որպես սահման, հետո հաջորդ օրը զանազան պատճառաբանությամբ սահմանը փակվի եւ թուրքերի ձեռքին մնա մի փաստաթուղթ, որ ինչպես մենք մղկտում էինք Կարսի պայմանագրի կապակցությամբ, հիմա չմղկտանք այս պայմանագրի կապակցությամբ։ Փակ քննարկումների մի ամբողջ շարք սկսվեց Հայաստանում։ Ես շատ ցավով եմ ամենամեծ ցավն ունեցել, երբ որ Գիտությունների ակադեմիան է փակ քննարկում արել։ Մարդիկ, որոնցով խոանում էին, որոնք պաշտպանում էին, որոնք, չգիտեմ, պայքարում էին, որոնք այս 10 տարի շարունակ ցեղասպանության մասին ելույթներ ունեն, այդ մարդկանց շատ-շատերը կողմ եղան, որ փակ ակադեմիան որոշում կայացնի։ Փակ ակադեմիան որոշում կայացնի։ Եվ ելի հանգում ենք նույն բանին։ Երկար ժամանակ հետո արտգործ նախարարը այս ամբիոնից հայտարարեց, որ որևէ տառ այդ արձանագրություններում չի փոխվելու։
Եվ մեր գիտնականների մեծ մասը համաձայնվեց մի տեքստի, այս մտահոգությունները կա, բայց կողմ ենք։ Եկավ մյուս կառույցի քննարկումները, հանրային խորհրդի հանձնաժողովների քննարկումները։ Մեծ մասը տեղյակ չի եղել այդ քննարկումներն ինչպես են ընթացել, որտեղ մեծ մասը չէր լուսաբանվում, թերթերում չէր լուսաբանվում, հեռուստատեսությամբ, ռադիոյով։ Հարգելներ, դուք տեղյակ եք, որ հանրային խորհրդի հանձնաժողովներից մեկում պետաիրավականում վերջի օրով ուսանողներին բերել լցրել են, պարզվել է, որ այդ օրվանից իրանք այդ հանձնաժողովի անդամ են։ Ասում են հանրային խորհուրդը միաձայն էր բացի երկու դեմից, բայց հանրային խորհրդի շատ անդամներ տարբեր հանձնաժողովներում կռիվ էին տալիս։ Եվ եկավ մի կարևոր փուլ։ Այս 3 օրը բոլորդ ողողված մամուլում եւ հեռուստատեսությամբ տեսնում եք մի շատ կարևոր նախաձեռնություն, միջհամայնքային քննարկումներ, որը կազմակերպել է հասարակական կազմակերպություն, որի ֆինանսավորումը իրականացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, հասարակական կազմակերպությունը առայժմ խուսափում է հրապարակել այն գումարը, որը նրան տրվել է գրանտային իբրև գումար, եզակի արագությամբ տրված գումարներից մեկն է։ Մոտ 3 շաբաթում ամերիկյան USAID լինի, Եվրասիա լինի, դժվար թե որևէ կազմակերպության գրանտ տա։ Եվ գիտեք գումարն ինչքան է։ Թուրքական մամուլում գրել էին 100,000, մեր հեռուստաընկերության տեղեկությունները 80,000 ամերիկյան դոլար։ Եվ գիտեք ոնց են քննարկումները կազմակերպվում։ Քննարկումները կազմակերպվում են մեծամասամբ ռեստորաններում, ոչ թե սեղանի շուրջ, ճաշի սեղանի, բայց ռեստորաններում։ Քննարկումներին կազմակերպմանը հիմնական գործն իրականացնում են մարզպետարանները, քաղաքապետարանները, հանձնարարելով իրենց վարչական աշխատողներին ներկա լինել քննարկման, 3 մի նման քննարկման ականատես եղանք Դիլիջանում։ 10 հոգուց մեկը կարդացել էր արձանագրությունը։ Վերջում ձևակերպումը հետևյալն է, մեծամասնությունը կողմ եղավ ձիով քայլ սցենարին։ Որ կողմն է նախաձեռնել այս գործընթացը։ Հայաստանը, Թուրքիան, թե երրորդ երկիր։ Ով է նախապատրաստել արձանագրությունների նախագծերը, երկրի անունը։ Այսինքն գաղտնիք չի լինի, ես ձեզ ասեմ, որ այս գործընթացը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության նախագահը, երբ հրավիրեց Թուրքիայի նախագահին, պարոն Գյուլին, գալ Հայաստան դիտելու ֆուտբոլի խաղը Հայաստան-Թուրքիա։ Գիտեք, որ այդ հրավերը արված էր մայիս ամսին 2008 թվականին, շատ երկար էին մտածում թուրքական կողմը, կային կարծիքներ, որ Թուրքիան չի կարող գալ այդ խաղին, Թուրքիայի նախագահան չի համաձայնվի գա, ես էլ 100%-ով վստահ չէի, բայց հույս էի հայտնում և ասում էի իմ կարծիքը այն է, որ չի կարող չգալ։ Հայաստանն է պարզել ձեռքը, եթե Թուրքիան չգա, այնպիսի վիճակի մեջ կընկնի, որ ամբողջ միջազգային հանրությունը չի հասկանա այդ Թուրքիայի այդ քայլը։ Եվ պատասխանը տրվեց միայն սեպտեմբերի սկզբին, 3-4 օր խաղից առաջ, և նա եկավ ամսի 6 սեպտեմբերին Հայաստան, և այդ ժամանակ սկսվեցին բանակցությունները։ Հարցում է, ով է պատրաստել այս արձանագրությունները։ Միշտ ինչ-որ թերհավատություն կա և կա այն, որ Վաշինգտոնում է գրվել, Լոնդոնում, Փարիզում, չգիտեմ Բեռլինում, այլ քաղաքներում և մեզ պարտադրվել է։ Միշտ ինչ-որ թերհավատություն կա, որ մենք կարող ենք ինչ-որ մի բան նախաձեռնել, որ մենք կարող ենք ինչ-որ մի բան անել։ Այս բանակցությունները, երբ որ սկսեցին, մենք սկսեցինք թուրքական կողմի հետ հետևյալ հարցադրումով, որ եթե դուք սպասում եք, որ հայկական կողմը կհրաժարվի ցեղասպանության ճանաչումից և ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնելուց, ապա եկեք չսկսենք այս բանակցությունները։ Եթե դուք սպասում եք, որ մենք պետք է կապակցենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի գործընթացով և գործընթացի մեջ ինչ-որ զիջումներով, եկեք չսկսենք այս գործընթացը։ Բայց եթե դուք պատրաստ եք առանց նախապայմանների սկսել այս գործընթացը, այն ժամանակ կարող ենք լուրջ քննարկումներ սկսել։ Թուրքական կողմը հայտնեց իր պատրաստակամությունը սկսել առանց նախապայմանների բանակցությունները։ Եվ այդ ժամանակ հայկական կողմը առաջարկեց նախագծեր։ Իհարկե,
սխալ է պատկերացնել, որ ինչ որ նախագծեր, որ առաջարկում ես մյուս կողմին, այդ մյուս կողմը պետք է 100%-ով ընդունի ինչպես որ կա։ Դա բանակցություններ են, եւ բանակցությունների ընթացքում ամեն կողմ պետք է փորձի այնպիսի մի փաստաթղթերի գա, որտեղ որ իր դիրքորոշումները պաշտպանված լինեն եւ հատկապես բաժանել կարևորագույնը ազգային շահերին վերաբերող հարցերը։ Այս է եղել մեր մոտեցումը եւ այս ըմբռնմամբ ենք մենք վարել բանակցությունները, սկսել առանց նախապայմանների, վարել առանց նախապայմանների եւ եկել համաձայնությունների, ինչը որ արտացոլված է նաեւ այս պայմանագրերի մեջ, այս հարձանագրությունների մեջ, որ առանց նախապայմանների մենք գնում ենք հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման։ Այստեղ մի քանի հարցեր էին հնչում նաեւ բազմաթիվ հարցեր վերաբերող երկկողմ հարաբերություններին։ Այս փաստաթղթերը վերաբերվում են հիմքը դնելուն այս process-ի։ Դրա համար էլ ստեղծում են ենթահանձնաժողովներ։ Ենթահանձնաժողովներ ստեղծում են տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, կրթության եւ այլն։ Ամեն հարցերի շուրջ համապատասխան քննարկումներ, բանակցություններ եւ համապատասխան եզրակացությունների կգան կողմերը եւ կպատրաստեն համապատասխան համաձայնություններ, պայմանագրեր եւ այլն։ Սա է եղել մեր մոտեցումը եւ սրանով ենք մենք շարժվել եւ սրանով ենք եկել այդ արձանագրությունների նախաստորագրմանը։ Հարց. Դուք պատրաստ եք համակերպել այն մտքի հետ, որ ձեր թոռները, նայելով Արարատին, տեսնեն թուրքական ռազմաբազաները։ Խնդրում եմ հակիրճ։ Այո կամ ոչ։ Պատասխան ոչ։ Այո, այդպիսի բազաներ այսօր կան։ Մեր նպատակն է, որ տարածաշրջանը լինի կայուն, անվտանգ եւ խաղաղ եւ իրար դեմ ուղղված ռազմաբազաներ չլինեն։ Հենց այդպիսի մոտեցմամբ ենք մեր վարում մեր քաղաքականությունը։ Այսօրվա դրությամբ մենք ունենք մասնագիտական ռեսուրս ունեցող դիվանագետներ, որոնք կվարեն հետագա բանակցությունները։ Նորից թերհավատությունը։ Իհարկե ունենք։ Եվ վարում ենք ոչ միայն այս բանակցությունները, բազմաթիվ այլ բանակցություններ։ Ասվում է, որ մենք կողմ ենք սահմանների բացմանը, բայց ոչ սահմանների ճանաչմանը։ Ինչպես կարելի է բացել սահմանները, որը դու չես ճանաչում։ Ասվում է, որ սահմանները ճանաչված չեն այլ երկրների հետ էլ։ Օրինակ Վրաստանի օրինակ բերվեց։ Դա սխալ է լրիվ։ Մենք այդպիսի բան չենք կարող հայտարարել, որ Վրաստանի հետ մեր սահմանները ճանաչված չեն։ Պետք է տարբերակել սահմանների ճանաչում, դեմարկացիա եւ դելիմիտացիա կատեգորիաներից։ Այսինքն մի փոքր ստեղ թյուրիմացություն կա, ուղղակի ըմբռնման։ Պետք է այդպիսի բաներ մի քիչ ավելի ուշադիր նայել։ Ուրեմն ասվում է, որ վերջի այս շրջանին չի եղել ցեղասպանության, հայոց ցեղասպանության ճանաչում։ Եվ այս գործընթացով է պայմանավորված։ Ես դες ասեմ, որ 2007 թվական հուլիսից մինչև 2008 թվական հուլիս եւս չի եղել ճանաչում։ Այն ժամանակ գործընթացը չէր սկսվել։ Այն ինչով կբացատրեք։ Եվ ես ձեզ հիշեցնեմ, որ հայոց ցեղասպանության ճանաչման այս գործընթացը հատկապես ուժ է ստացել մեր անկախությունից հետո։ Միայն 3 երկիր են ճանաչել ցեղասպանությունը մեր անկախությունից առաջ։ Եվ այս իմաստով էլ կարծեմ մի փոքր հարիր չէ սեփականաշնորհել ցեղասպանության ճանաչման այս խնդիրը։ Սա մեր ազգային խնդիր է։ Եվ այստեղ չեն կարող ասել, որ մեկը պաշտպանում է, մեկը չի պաշտպանում։ Երբ որ մենք ասում ենք, որ գիտեք, որ արտգործնախարարը հնարավորություն ունի բազմիցս հարցազրույցներ, մամլոասուլիսներ ընթացքում պատասխաններ տալ հարցերին, մի անգամ երեկոյան հարցազրույց էի տալիս եւ խոսում էի ցեղասպանության ցեղասպանությունների մասին, որպես մարդկության դեմ հանցագործություն եւ այլն, եւ ասեցին, ինչու չասեցիր, որ ցեղասպանության ճանաչումը մենք չենք կասեցնում։ Ասեցի, բայց առավոտը ասել էի։
եւ ցերեկն էլ էի ասել։ Հիմա ինչու չեք ասում։ Եկեք որոշենք օրը քանի անգամ պետք է ասենք, որպեսզի որ այսպիսի հարցեր չուղեն։ Տարօրինակ մի հատ հարց կա, ասում են, ինչու է միշտ հայտարարություններ Թուրքիայի հետ երեկոյան արվում։ Եթե առավոտյան անենք միայն հարց կլինի, ինչու եք առավոտյան անում, այսինքն ինչի մասին է խոսքը։ Երբ որ բանակցությունները գալիս են եզրակացության ինչ-որ արդյունքի, այն ժամանակ հայտարարվում է, ոչ ենք սպասելու մինչև առավոտ, ցերեկ, ժամը 12-ը կամ 4-ը, այսպիսի բան գոյություն չունի որևէ երկրում։ Հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ, 2 ամսվա ընթացքում բացում ենք սահմանը, դրանից հետո ստեղծվում է աշխատանքային խումբ, որը որոշելու է այդ միջկառավարական հանձնաժողովի գործունեության մանրամասները, դրանից հետո եւս 1 ամիս հետո սկսելու է միջկառավարական հանձնաժողովը գործել եւ դրանից 1 ամիս հետո սկսելու են գործել ենթահանձնաժողովները, ներառյալ նաեւ ենթահանձնաժողով, որի խնդիրը, գլխավոր խնդիրը դա 2 ոչ թե պետությունների, ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնման հարցն է, նաև պատմական հարթության վրա երկխոսությամբ։